Հիվանդի մոտ ուռուցքը տեղակայված էր ստորին ծնոտի անկյան շրջանում, տարածվելով դեպի ճյուղ։ Դիմացնոտային վիրաբույժ Հակոբ Խաչատրյանը ներկայացնում է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում վերջերս իրականացված իր բնույթով բարդ վիրահատական միջամտությունների շարքին դասվող ուռուցքի հեռացման եւ ոսկրի փոխպատվաստման վիրահատությունը։ Բուժառուն զինծառայող փոխգնդապետ Արտուր Մախասյանն է։ Բոլոր բուժհաստատությունները դիմել եմ իմ գանգատով, նրանք առաջարկել են տեղադրել այլ մետաղ, որը որ տարիների ընթացքում ծնոտը ծռում է։ Եվ պարոն Խաչատրյանը արդեն իսկ առաջարկեց նման վիրահատություն իրականացնել, որը որ նույն քո ծնոտը պահպանում է եւ ընթացքում խնդիրներ չի առաջացնելու։ Աուտոտրանսպլանտացիայի, բարձրացած օտարմամնի փոխարեն բուժառուի ոսկրով իրականացված փոխպատվաստման տարբերակը նախկինում հոսպիտալում երբեք չէր իրականացվել։ Չնայած դրան, որոշում ընդունվեց միավորելով բուժհաստատության լավագույն վիրաբույժներին իրականացնել տվյալ բարդ վիրահատությունը։ Որոշում կայացվեց հարցին մոտենալ ավելի ռադիկալ, կատարել ստորին ծնոտի ռեզեկցիա առողջ հյուսվածքի սահմաններում եւ միամոմենտ վերականգնում, ռեկոնստրուկցիա նրբոլոկից վերցրած սնուցող ոտիկով աուտոտրանսպլանտատով։ Մուրացանի բժշկական հոսպիտալը միակն է եղել, որ առաջարկել է նմանատիպ վիրահատական միջամտություն իրականացնել ինձ, որը լինելու է ամենաարդյունավետը։ Նախքան բուն վիրահատությունը ամիսներ շարունակ անցկացվել է վիրահատության մանրակրկիտ պլանավորում։ Տարբեր հետազոտություններին զուգահեռ պատրաստվել են ակրիլամոդելներ եւ վիրաբուժական նմուշներ։ Դա եւս մի շատ կարեւոր փուլ է, որ վիրահատության ընթացքում ժամանակ չեն կորցնում արդեն վերցրած տրանսպլանտատի եւ ձևավորման վրա եւ ֆիքսման տեղերի հետ կապված։ Բավականին երկար նախապատրաստվել ենք, մոտ 2 ամսից ավելի, համ գործիքակազմով, համ տեխնիկական լուծումները միջազգային ստանդարտներին համապատասխան, որ կարողանային բարձր մակարդակով անցկացնենք տվյալ վիրահատությունը։ Մեկը մյուսին փոխարինելով վիրահատական միջամտությանը հաջորդաբար ներգրավվել են թե դիմացնոտային, այնպես էլ պլաստիկ ռեկոնստրուկտիվ եւ միկրո վիրաբույժները։ Արդյունքում շուրջ 10 ժամ տևած վիրահատությունը ավարտվել է դրական ելքով։ Վիրահատությանը ներկային տարբեր բժիշկներ Երևանի տարբեր առաջատար կլինիկաներից, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից դիմացանոթային վիրաբույժներ, պլաստիկ եւ ռեկոնստրուկտիվ վիրաբույժներ տեսնելու եւ ինչու՞ չէ նաև փորձի փոխանակում իրականացնելու նպատակով։ Վերականգնական վիրաբուժության տեսանկյունից բարդագույն վիրահատություններից մեկն է համարվում։ Աշխատանքը թիմային է, որտեղ իրար հաջորդող էտապներ կան, պարտադիր է որևէ էտապի վրա ինչ-որ անհաջողություն ընդհանուր ելքը միանշանակ անհաջող է լինելու։ Վերջինը, որ եղել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իմ գիտական աշխատանքների շրջանում, ներկայացնելով աշխատասենյակում փակցված տարբեր երկրներում անցկացված կոնֆերանսների եւ վերապատրաստումների մասնակցության վկայագրերը, Հակոբ Խաչատրյանն ասում է, արված վիրահատությունը անհնար կլներ առանց միջազգային առաջատար բժշկական կլինիկաների հետ սերտ փոխգործակցության եւ առաջավոր փորձի փոխանակման։ Մշտապես իրականացվում է փորձի փոխանակում առաջատար կլինիկաներում, իրականացվում է վերապատրաստումներ եւ այս ամենի նպատակը մեկն է մեր զինծառայողներին, ընտանիքի անդամներին եւ ինչու՞ չէ քաղաքացիներին պատշաճ եւ արդյունավետ բուժօգնություն ապահովելու համար, իսկ մեր զինվորներին ու զինծառայողներին առավել շուտ եւ առողջ վերադարձնել շարք։ Բժշկությունը շատ մեծ տեմպերով է զարգացում ապրում եւ ուղղակի պարտավոր ենք, եթե ուզում ենք միջազգային նորմերին համապատասխան մենք էլ փորձենք նմանատիպ ծավալով վիրահատություններ անել հաջողություն ունենք, դա շատ պարտադիր պայման է, որ մասնակցենք եւ այդ մասնագիտական կոնֆերանսներին, վերապատրաստումներին, ամբողջ ծավալով փորձում ենք մասնակցել եւ այդ մեր տեսած փորձը բերենք ներդնենք կլինիկային։ Այս լաթը, որ մենք մեր թիմով վերցրել ենք, ինքը համարվում է միկրովիրաբուժական լաթերից ամենաբարդը վերցման տեսանկյունից, որովհետեւ իր անոթային խուրձը տեղակայում է այնքան բարդ է, որ վերցնելուց մենք կողմնորոշվում ենք հիմնվելով մեր գիտելիքների վրա եւ տակտիլ եւ ինչու՞ չէ նաեւ ինտուիտիվ զգացողությունների վրա։ Մի հատ փուլ կա վիրահատության ժամանակ, որ մենք չենք տեսնում կոնկրետ անոթը որտեղ է։ Մենք գիտենք, որ անոթը կա, բայց չենք տեսնում մինչեւ մի որոշակի էտապ։
Իմի բերելով մտքերը ռազմական բժիշկները ընդգծում են, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում իրականացված այսօրինակ բարդ վիրահատությունը ինքնին վկայում է, որ ռազմական բուժծառայությունը այսօր իսկ պատրաստ է զինծառայողներին մատուցելու օտար երկրի առաջատար կլինիկաներում կիրառվող բուժման լավագույն մեթոդները։ Ներկապային կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը հագեցած է նորագույն բուժսարքավորումներով, բայց կարևորագույն առավելություն կարամ նշեմ, մեր բժշկական թիմը լավագույն փորձառություն ունեցող բժշկական թիմ է եւ բարձր մակարդակի վրա է մեր բուժանձնակազմի փոխհամագործակցությունը։ Այս վիրահատությունը հաջողությամբ ավարտելու այդ ամենամեծ հենց ցուցանիշն է, որ այստեղ կա բարձր պրոֆեսիոնալիզմով թիմ, որ կարող ենք այստեղ կազմակերպել եւ տեխնիկական առումով եւ գործիքակազմով եւ մասնագետների համալրվածությամբ նման տեսակի բարդագույն վիրահատություններ։ Բուժծառայությունը, մասնավորապես կենտրոնական հոսպիտալը պատրաստ է կատարել իր առջև դրված յուրաքանչյուր խնդիր։ Ներսես Իվանյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ